Ընդհանուր առմամբ ժամանակը թելադրում է իր պահանջները եւ այո, ժամանակին 2005 թվականին եղել է նման դրույթներ, բայց այս հարցը նորից առաջ է քաշվել, համանդրական փոփոխությունների խնդիր է։ Պարլամենտական համակարգի անցնելու խնդիրը եղել է նաեւ 2005 թվականին։ Ինձ թվում է, որ բնական եմ համարում առաջի հերթին, որ ժամանակին, երբ որ Ռոբերտ Քոչարյանը եղել է նախագահի աչքերով ունեցել է իր կարծիքը։ Հիմա ժամանակի հետ կապված եղել են նոր առաջարկներ, նոր պահանջարկներ եւ հնարավոր է, որ ունենան տարբեր կարծիքներ։ Բայց ինձ թվում է, որ վերջնական եւ իմպերատիվ որևէ մեկը ոչ երկրորդ նախագահը, ոչ երրորդ նախագահը չեն պնդում, թե ինչպես պետք է լինեն փոփոխությունները եւ դա պարզապես հանրության քննարկմանը կառաջարկվի հանրության քննարկմանը եւ ինչպես որ տեսնում եք, արդեն սկսել են մարզերում այդ քննարկումները եւ վերջնական արդյունքին սպասենք վեճ դեպքերից առաջ ընկնենք եւ ինձ թվում է, որ կլինի այնպիսի առաջարկություններ, որը հանրության կողմից ընկալելի կլինի եւ համանդրական փոփոխությունները այն կարևորագույն փոփոխություններն են, որ մեկ կամ երկու մարդով անկախ նրանց դիրքից, անկախ նրանց պաշտոնից այդ խնդիրը չի կարգավորվում։ Դա հանրային քննարկման խնդիր է եւ այդ քննարկումները կազմակերպված են։ Առաջին հարցի հետ կապված Սերժ Սարգսյանը հստակ հայտարարել է, որ չի ասել, որ ազգային ժողովի նախագահ չի ուզում։ Հստակ հայտարարել է իր դիրքորոշումները եւ ընդհանուր առմամբ նորից եմ կրկնում, պետք է դեպքերից առաջ ընկնել, սպասենք համանդրական փոփոխություններին։ Ես կարծում եմ, որ հանրապետության նախագահը նման ամբիցիաներ չունի կամ երկարաձգելու առաջ կամ իր համար նոր ինչ-որ ոլորտներ փնտրելու։ Ինձ թվում է, որ առաջին հերթին եւ ցանկացած նախագահի համար կարևորը իր երկրի առաջընթացը է, թե որ մոդելով մեր երկիրը կարող է ավելի առաջընթաց ապահովել։ Երկրորդ հարցի հետ կապված ինչ մնում է Եվրասիական միության անդամակցությունը, այո, մենք ունենք տեխնիկական հարցեր եւ այդ խնդիրը մեր ժամկետներում մինչեւ հուլիսի 1-ը դրանք հիմնովին ավարտված են եւ պայմանագիրը արդեն պատրաստված նախնական ձևով ուղարկվել է Եվրասիական միության մեջ մտնող 3 երկրներին, որոնք իրենց կարծիքները հայտնելուց հետո այդ գործընթացը կշարունակվի։ Բայց ես կարող եմ հայտարարել որպես ֆրակցիայի ղեկավար, որ որևէ նախապայմաններ մենք չենք ընդունելու, հավասարի ձևով մենք պատրաստ ենք անդամակցել մաքսային միությանը։ Եվ խանգարող խոչընդոտներ չկան, այն բոլոր խոչընդոտները տեխնիկական, որոնք եղել են, դրանք արդեն վերացված են եւ ժամկետների մեջ եւ այժմ սպասում ենք հաջորդ հանդիպումը, երբ որ կնշանակվի, դա կլինի ինչպես Ղազախստանի արտաքին գործերի նախարարն ասել հոկտեմբեր, որը մոտավոր ձևով էր նա ասել, իսկ Վլադիմիր Պուտինը հստակորեն հայտարարեց իր դիվանագիտական կորպուսի հետ հանդիպման ժամանակ, որ մոտ ապագայում Հայաստանը կանդամակցի Եվրասիական միությանը։ Իսկ Եվրասիական միությանը անդամակցելու եթե նոր պայմաններ կլինեն, նոր պահանջներ կլինեն, Հայաստանը միանշանակ հավասարի պայմաններով պատրաստ է անդամակցել Եվրասիական միությանը։ Պարզապես շատ եմ ամուլում արծարծվում այդ խնդիրները, մենք նախորդ մեր դիրքորոշումը հայտնում ենք, առայժմ չկան նման խնդիրներ, բայց այն պայմանավորվածությունը, որը եղել են այս տարիների սեպտեմբերի 3-ից հետո այս ընթացքում, մենք այդ պայմաններից չենք շեղվել եւ ցանկություններ չունենք, որ որևէ մեկը շեղվի, այդ իսկ պատճառով մենք ասում ենք, նոր պայմաններ չեն կարող առաջ գալ եւ մենք ունենք մեր դիրքորոշումը, որ հավասարի հետ Հայաստանը պատրաստ է անդամակցելու Եվրասիական միությանը։ Գիտեք, դա պարզապես մի շոու է, ինչ-որ մարդկանց ցանկություն է եւ եթե դուք ուշադիր հետևեցիք Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանի կարծիքը այդ նշանակման հետ կապված եւ նաեւ շատ 100,000-ավոր հայերի կարծիք, ինձ թվում է, որ այդ ընթացքում կարող են գտնվել մարդիկ, նույնիսկ անհատներ մի քանի հոգի, որ ինչ-որ ստորագրահավաքներ հավաքեն եւ այլն։ Ես այդքան լուրջ չեմ վերաբերում այս ստորագրահավաքին եւ ինչ-որ ֆորում, որը միջազգային հանրությանը կամ հենց մեր հայկական հանրությանը այդքան հայտնի չէ, կարող են անհատներ ինչ-որ նման նախաձեռնություններ անել։ Այսօր եթե որևէ ցանկություն ունենանք մեզնից յուրաքանչյուրը, մենք միասին կարող ենք 10 միլիոն հայերի մեջ ինչ-որ ստորագրությունների խնդիր կարգավորել։ Դուք Շուվալովի հայտարարությունը ընդունում եք որպես պետական հայտարարություն։ Այսքան փոքր
Ընդ որում ասում եմ, յուրաքանչյուր մեր մոտ էլ Հայաստանում եկան շատ կարծիքներ եւ բնականաբար ես նորից եմ կրկնում այն բոլոր խանգարող հանգամանքները, որոնք որ կլինեն բանակցությունների հետ կապված, մենք պատրաստ ենք անելու այդ բանակցությունները, բայց հստակ մենք մեր կարծիքը հայտնեցինք, թե ինչ պայմաններով կարող ենք անդամակցել Եվրասիական միությանը։ Ո՞նց է պատրաստվում այդ հարցը լուծել, ասում են դուրս գան։ Մենք մեր խնդիրները արդեն իսկ ավարտել ենք, մեր տեխնիկական խնդիրները վերջացել ենք եւ ուղարկել ենք, արդեն ուղարկված է, ոչ թե մենք ենք ուղարկել, այլ ուղարկված է այդ պայմանագիրը պատկան երկրներին քննարկումից հետո դեպքերից առաջ չգնենք, դրանք պարզ կլինի բոլորի համար, իսկ ես արդեն մեր հայտարարությունը արեցի։